Այսօր հունվարի 31-ին Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ծանուցվել է ներկայանալ քննչական կոմիտե։ Սրբազան հայրերը մեղադրվողի կարգավիճակով են հրավիրվել հարցաքննության։ Եպիսկոպոսների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Իսկ դատական ակտը վերաբերում է Մասեսոտնի կարգալույծ հռչակված նախկին առաջնորդի Արման Սարոյանի հարցին։ Դատարանը կայծակնային արագությամբ քննելով նրա ներկայացրած հայցը, որոշել է, որ Արման Սարոյանի հոգեկան տառապանքը կասեցնելու համար պետք է անմիջապես նրա հայցի ապահովման միջոց կիրառի։ Իսկ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, որոնք կողմ են արտահայտվել նախկին եպիսկոպոսի կարգալուծությանը, խոչընդոտել են դատական ակտի կատարմանը։ Իրավաբաններն աննախադեպ են համարում քրեական վարույթը, այն անվանում հակասահմանադրական, ըստ նրանց, սա պետության ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Ներկայիս իրավապահ մարմինների գործողությունները ուղիղ քաղաքական ռեպրեսիաների իրագործում է եւ արշավ է դեպի մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի եւ նրա ներքին կանոնակարգեր։ Սա առաջին դեպքն է, առհասարակ ոչ մի փաստաբան, ամեն դեպքում նորանկախ Հայաստանում ոչ մի փաստաբան չի կարող ձեզ ասել կամ հաստատել, որ եղել է մի իրավիճակ, երբ որ դատարանը միջամտել է եկեղեցու ներքին գործերին ու ինչ-որ կանոնակարգերին վերաբերող ակտեր է կայացրել։ Ցանկացած մի գործ Հայաստանի Հանրապետություն եւ աշխարհում ուր էլ որ լինի, պետք է այս ամենը դիտարկվի Սահմանադրության լույսի ներքո։ Իսկ Սահմանադրությունը ինչ է ասում, իրենք ճիշտ հակառակն են կատարում։ Դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է այս ամենը։ Ընդդում կա, որ ասում են, որ ԳՀԽ-ն, այսինքն Գերագույն հոգևոր խորհուրդը իրավունք չունի որոշում կայացնելու, որոշումով հանդես գալու, որ այսինչ կամ այնինչ եպիսկոպոսը։ Այո, ԳՀԽ-ն որոշում չի կայացրել, այլ ԳՀԽ-ն որոշել է առաջարկել ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետև կարգալուծությունը միայն ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհ։ Իսկ այս քայլերն ինչու են կատարվում։ Եվ որևէ մեկը չի կարող ամենայն հայոց կաթողիկոսի նման տնօրինությունն ու որոշումները չեղարկի կամ միջամտի։ Այս վերջին շրջանում այնքան ինչքան հոգևորականներ այս դուռը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուռը բացենք, մտնենք ներս։ Միքայել Սրբազանը պիտի գար մտներ ներս։ Մենք պիտի մտնեինք Արագածոտնի 12 քահանաներ պիտի ինչ-որ գործերով քննչական մարմիններ գնային, հա։ Կարող է ինչ-որ բարձ սխալ ասեմ, կներեք, բայց հիմա իմ հարցը հետևյալն է. այս երկրում հանցագործություն ուրիշ չկա, բացի եկեղեցական լինելուց։ Մակար Սրբազանի մասով չգիտես ինչու նախազգուշացվել ենք անգամ կիրառված խափամիջոցի կամ ընտրված խափամիջոցի մասին խոսելու անթույլատրելիության մասին, որովհետեւ դատավարական կարգ չի կարող լինել, որտեղ դա նախաքննական գաղտնիք առհասարակ համարվել չի կարող։ Քննիչը կարող է արգելել, հրապարակել բացառապես այն տեղեկությունները, որ ինքը ձեռք է բերել նախաքննության կամ վարույթի ընթացքում առհասարակ, բայց զուտ անձի նկատմամբ կիրառված սահմանափակման փաստի մասին խոսելն արգելելը ինքնին ապօրինություն է։ Դրա համար Մակար Սրբազանի մասով ձեռնպահ կմնամ այդ մասով մեկնաբանություն տալուց, բայց Հովնան Սրբազանի մասով արդեն այդ նախազգուշացումը մեր վրա չտարածեցին եւ բնականաբար հայտարարում են, որ այո, խափամիջոց է կիրառված բացակայելու արգելքը։ Ես ուխտ եմ արել, Իշխման Սուրբ Սեղանի առջև ծնկի եմ եկել եւ Սուրբ Էջմիածնի զավակ եմ եւ երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահի գնով։ Քննչական կոմիտեում այսօր հարցաքննվող բոլոր հոգևորականների նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, որի համաձայն արգելվել է լքել երկիրը։ Մայրաթորի տեղեկատվական համակարգը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է. Մայրաթորը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել եւ քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։
Հունվարի 31-ին Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել եւ պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի եւ հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։ Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով եւ միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել հայ առաքելական եկեղեցու բնականon գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։ Մայրաթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը եւ իրավապահ համակարգին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում արդարության եւ ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ եւ հարգել եկեղեցու ինքնավարության իրավունքը։